Այնքան բախտներդ փորձեք, այնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սամմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք, դե բախտներդ փորձեք։ Ընդդիմադիր դաշտի անկազմակերպվածություն կա։ Մոտեցումը նման է այն հայտնի ասացվածքին, որ գեներալները մշտապես պատրաստվում են նախորդ պատերազմին։ Ընդդիմությունը մշտապես պայքարին պատրաստվում է հին ձևերով, լավ չհասկանալով, որ դրանք վաղուց արդեն հնամաշ են, նոր ձևեր կան։ Մտածում են, եթե ժամանակին Նիկոլն այդպես է իշխանության հասել, միգուցե իրենց մոտ էլ կստացվի։ Ոչ թե հեղափոխությունը, այլ ոստիկանությունն է եղել թավշյա։ Եթե ոստիկանությունն իրեն պահեր այնպես, ինչպես հիմա է պահում, Փաշինյանը որևէ շանս չէր ունենա իշխանության գալու։ Ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի մտածել, թե ինչպես ոստիկանությունը դարձնել թավշյա։ Փաշինյանին այսօր պահում է միայն մեկ ուժային կառույց՝ ոստիկանությունը, միգուցե նաև ազգային անվտանգության ծառայության մի ստորաբաժանում։ Աշխարհաքաղաքական որոշ ուժեր շահագրգռված են Փաշինյանի իշխանության մնալով։ Առաջին հերթին դա Արևմուտքն է, ժամանակին նաև Ռուսաստանն էր մտածում, որ միգուցե կկարողանա նրանից կորզել այն, ինչը համապատասխանում է իր շահերին։ Դրա հաշվին Փաշինյանը բավական երկար ժամանակ մնաց, հատկապես երբ 2021-ին կարողացավ բոլոր կողմերին խաբել եւ համոզել։ Դրա արդյունքում ընտրություններից ժամեր անց աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները շնորհավորեցին հայ ժողովրդի հաղթանակը։ Քայլ անելու վճռականության պակաս կա, այն է պատրաստ լինել գնալ եւ բանտարկվել, հանուն քո արդարության զոհվել, ունեցված կորցնել, աշխատավարձից կամ պարգևավճարից զրկվել։ Սա համատարած է եւ ընդդիմության շարքերում է, եւ Նիկոլին ատող զանգվածի, որն ինչ որ չափով իշխանության պետական կառույցների մեջ է։ Լավ նորությունն այն է, որ ներիշխանությունները այսօր աշխատում են եկեղեցու դեմ, նշանակում է, որ չեն տեսնում հնարավորություն աշխատելու այդ 65-70% ընտրազանգվածի համար։ Չեն կարող։ Եթե կարողանային, հիմա նախընտրական ամիսներն են կաշխատեին, ուրեմն չեն կարող։ Լավ նորություն ընդդիմության համար։ Ընդդիմություն, ձեզ իշխանությունը չի խանգարում աշխատել 65% բնակչության հետ։ Աշխատեք։ Այսքան բան։ Բուն նիկոլականները ներկայումս երևի մի քանի 100 հոգի են, մնացածները կամ շահ ունեն կամ վախ։ Գաղափարապես նիկոլականները երևի մի 10-15 հոգի են, որոնք իր հետ քայլել են։ Հիշենք 2022-ի դեկտեմբերին շրջափակված Արցախը։ Մոտ 4-5 ամիս այնտեղ որևէ ձայն, ծպտուն, բողոք, ժողովրդական ընդվզում չկար։ Շատ արտասահմանցի գործընկերներ, երբ լսում էին, որ Արցախում շրջափակում է, Ադրբեջանը ճնշում է, զարմանում էին, քանի որ ընդվզում ու պայքար չէին տեսնում։ Արցախցիները չէին ուզում խոսել, վախենում էին, բայց տպավորությունն այնպիսին էր, որ եթե այնտեղից ձայն չէին հանում, ուրեմն ամեն ինչից գոհ էին, շրջափակումն էլ կեղծ էր։ Եվ արցախցիները սկսեցին խոսել, ցույցեր կազմակերպվեցին, Արցախի շուրջ շարժ գնաց։ Եթե շուրնուղցու, տավուշցու կամ արցախցու կողքն ենք կանգնում, իսկ նա չի պայքարում, այդ պայքարն արհեստական է դառնում։ Եթե հանձնվող հողի բնակիչը ձայն չի հանում, մյուս պայքարողներին ասում են նա խնդիր չունի, դու ինչու ես խառնվում։ Դիմադրության շարժման ժամանակ օրինակ Արցախից ձայն չէր գալիս, եւ շատերն ասում էին ինչու եք Արցախի համար պայքարում, եթե իրենց ձեռնտու է կարգավիճակի նշաձողի իջեցումը։ Երբ Արցախցին սկսեց խոսել, հարցը միջազգայնացվեց։ Միացյալ Նահանգներում ի պաշտպանություն Արցախի առաջին ցույցին 5 գլենդելցի հայ էր, որոնցից 4-ը արցախցի։ Դրանից հետո փողոցներ փակվեցին, խոշոր ցույցեր եղան նաեւ Եվրոպայում, շարժ եղավ։ Երբ դու պայքարում ես, քո կողքին կանգնում են։ Եթե դու խոշոր աշխարհաքաղաքական կենտրոն ես, Արևմուտք կամ Ռուսաստան, եւ երբ տեսնում ես, որ որևէ շարժ կամ պայքար չկա, ենթադրում ես, որ դա իրենց համար նորմալ է։ Հենց մի կողմն է դառնում դոմինանտ։ Նա սկսում է մեզ առնել ու ծախել, հասկանում եք, ոնց որ դա եղավ արդեն մի անգամ, եւ ոնց որ հիմա էլ կլինի, եթե մենք ամեն ինչ մեղմ ասած տանք Միացյալ Նահանգներին։ Նույն խնդիրն է լինելու։ Դու անկախ ես, եթե դու ունես բազմակողմ հարաբերություններ եւ կարողանում ես այդ հարաբերություններով քո շահերը պաշտպանես հավասարակշռած։ Հենց դու ամեն ինչ տալիս ես մի կողմից, դու դառնում ես կախված այդ մի կողմից։ Հայաստանը դա տեսել է արդեն։ Երբ սկսում ես պայքարել եւ ինքնապաշտպանվել, խաղացնում ես նաեւ այն ուժերին, որոնք շահեր ունեն տարածաշրջանում, հետաքրքրված են որոշակի փոփոխությամբ։ Երբ սկսում ես դիմադրել, Ռուսաստանը, Իրանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը սկսում են մտածել, որ այս մարդիկ ուզում են դիմադրել, չեն ուզում զոհվել, հաշտ չեն այս վիճակի հետ։ Նրանք չեն ուզում ցեղասպանվել իրենց հողում, չեն ուզում թողնել իրենց հողը, հետևաբար նրանց պետք է օգնել եւ աջակցել։ Դրսում հոտեցնում են, որ մարդիկ դեմ են Փաշինյանի քաղաքականությանը։ Զանգվածներն ընդվզում են, պարբերաբար փողոց են դուրս գալիս, եկեղեցին դիմադրում է, ուրեմն ինչ որ տեղ, ինչ որ մի բան սխալ է եւ Փաշինյանը խաբել է։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։